Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր մեր հերթական հաղորդման օրն է, կարևոր տեղեկատվություն եմ տրամադրելու ձեզ, խոսելու եմ փետրվարյան խավարումների մասին, արևի խավարումը տեղի ունենալու փետրվարի 17-ին 2026 թվականի 28 50 րոպե ջրհոսի կենդանակերպում, ինչպես գիտեք, արևի խավարումը իրենից ենթադրում է նոր ալուսին, արևի և լուսնի միացությունը 28 50 րոպեում և նաև այդ միացությանը միավորված են հանգույցները, տվյալ դեպքում հանգույցները բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում Վեներայի հետ։ Խավարումները մի կողմից ոչ սովորական խնդիրների լուծում կբերեն ձեզ, որովհետև ջրհոսի կենդանակերպը ոչ սովորական կենդանակերպ է, բայց մյուս կողմից բարձրացող հանգույցը Վեներայի հետ ձկներում, նաև Մերկուրին շատ դրական դիրքեր Յուպիտերի հետ հնարավորություն կտա վայելելու աստվածային սերը։ Եթե սիրահարվեք, ապա այդ սերը կարող է երկարատև լինել և նաև ճակատագրական։ Իսկ ում համար ճակատագրական կլինի ձկներ, խեցգետին կարիճ, նաև ցուլ այծեղջյուր և կույսերի համար։ Կույսերը ի վերջո կարող են սիրահարվել և այդ կարևոր փոփոխությունները նրանց անձնային, միջանձնային դաշտում է սպասվում։ Սիրելի հետևորդներ, նաև շնորհակալ եմ, որ դիտում եք ալիքը, բաժանորդագրվում եք, գրում եք մեկնաբանություններ, նաև գրում եք, որ իմ կանխատեսումները կատարվել են։ Եվ վերջին այդպես մասշտաբային կանխատեսումը դա մեր գերիների վերադարձն էր ադրբեջանական բանտից։ Ասեմ, որ ուրախությունից ցնցվել եմ, նաև գլխացավեր են սկսել ինձ մոտ և նրա համար, որ ամենաբաղձալի կանխատեսումս է կատարվել, նաև որ մեր հայրենակիցները ի վերջո վերադարձել են ընտանիք, հայրենիք և նրանք վայելում են ազատության պտուղները։ Ասեմ, որ մինչև հունիսի 30-ը մեր հայրենակիցներից որոշները կրկին կվերադառնան հայրենիք։ Եվ այդ կանխատեսումները մի քանի հարթակում եմ կատարել, երբ որ մտա հերթական արդեն իմ ձայնագրություններին, նրանց հետ հանդիպմանը, բոլորը անասիլորեն ուրախացած էին իմ ամենահզոր, ամենահետաքրքիր կանխատեսումներից։ Դե ինչ սիրելիներս, անցնենք ըստ կենդանակերպերի և հասկանանք, թե արևի խավարումը, որը տեղի կունենա փետրվարի 17-ին, այն օղակաձև խավարում է լինելու, ինչպիսի հնարավորություններ կտա հենց ձեզ։ Սկսենք ձեզանից, սիրելի ջրհոսներ, որովհետև սիմվոլիկ ձեր առաջին տանն է լինելու։ Առաջին տունը դուք եք, ձեր իսկ գործողություններն են, ձեր արտաքին տեսքն է, գործողությունները երբեմն Մարսն է, բայց ինչև է ձեր նախաձեռնությամբ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները և իրավիճակներն են։ Սիրելի ջրհոսներ, կփոխվի ձեր կյանքը, հիմնահատակ կարող է փոխվել 8, 9, 18-19 տարվա վաղեմության, նույնիսկ 37-38 տարվա վաղեմության դեպքերը կարող են կրկնվել, հնարավոր է գան ձեր կյանք հենց այդ տարիքային շրջափուլերում ձեր կյանքում տեղի ունեցած և գործողությունները և մարդիկ ճակատագրական նորալուսին, որը կբերի մեծամեծ փոփոխություններ ձեր իսկ նախաձեռնությամբ, արտաքին տեսքի շտկումներ, քանի որ ջրհոսը սինթետիկ նշան է, որոշակի փոփոխություններ կդառնաք անճանաչելի, նաև ձեր համակիրների, համախոհների, գաղափարակիցների շրջանակներում կունենաք ձեր ուրույն դերակատարումները, հնարավոր է նրանց կարողանաք ներառել ձեր շրջանակների մեջ և փորձել օգտագործել նրանց սիներգիան և ունենալ հաջողություն մոտակա մինիմում 6 ամսվա համար։ Սիրելի առոցներ, ձեր 7-րդ տանն է լինելու խավարումը, խավարում նորալուսին, բայց խավարումները գիտեք, որ ճակատագրական փոփոխություններ են բերում։ 7-րդ տունը զուգընկեր, գործընկեր, նրանք ձեր շրջապատն է, գործընկերային հարաբերություններ են, դուք կունենաք անսպասելի իրավիճակներ սեր առաջին հայացքից, այո, որտեղ Վեներան էլ ձկների կենդանակերպում է լինելու, ձեր երազանքի սիրուն կարող եք հանդիպել, ոչ սովորական մարդիկ կգան ձեր շրջապատ, ձեր գործընկերների, զուգընկերների շրջանակները հնարավոր է լայնվել, նաև համացանցում կարող եք
մեծամեծ հաջողություններ ունենալ։ Ձեր նոր ծանոթությունը, ձեր նոր սիրային հարաբերությունը կարող է տեղի ունենալ համացանցի միջոցով։ Դուք կարող եք հանրային լայն ճանաչում ստանալ, եթե որոշեք փոխել ձեր կյանքը։ Ինչևէ, նոր հարաբերություններ, նոր գործեր, նոր գործընկերներ, որոնք հիմնահատակ կփոխեն ձեր կյանքը առնվազն 6 ամսվա ընթացքում։ Սիրելի ձկներ, ձեր 12-րդ տանն է լինելու խավարումը արևի, սիրելի կույսեր, ձեր 6-րդ տունը։ Դրանք մեկուսացման տներն են, 12-րդ տունը, սիրելի ձկներ։ Իսկ ինչ է տալիս 12-րդ տունը? Գաղտնի այդպիսի գործունեություն, որը կարող եք ծավալել համախոհների միջոցով, և նրանք, ովքեր ձկների ազդեցության տակ են ծնված, մանավանդ Սատուրնը ձկներում խեցգետին դեպի խեցգետնին դրական դիրքեր է անում։ Հնարավոր է, սիրելի ձկներ, որ անսպասելի լուր ստանաք մեկուսացման վայրերից գտնվողներից, անսպասելի համացանցի միջոցով, ինչպես անցած անգամ եղավ, նաև հեռախոսների միջոցով, լրատվության համախոհների միջոցով դրական լուրեր կարող եք լսել մեկուսացման վայրերում գտնվող մարդկանցից կամ հենց իրենց կարող է վերաբերել։ Կարող եք այնպիսի գործունեություն ծավալել 12-րդ տունը մեկուսացված սենյակում ինչ-որ միտեղ, բայց ակտիվ կարող եք լինել համացանցում, այսինքն օնլայն գործակներ, նրանք օրինակ լավագույն IT-շնիկներ են, աստղաբաններ են, որոնք կարող են աշխատել էկրանից այն կողմ, համակարգչից այն կողմ, բայց ունենալ հաջողություններ։ Անսպասելի լուր կարող եք լսել ձեր համախոհներից ձեր կյանքի բարելավման համար։ Սիրելի կույսեր, ջրհոսի կենդանակերպը ձեր 6-րդ տանն է, 6-րդ տունը առողջությունն է, առողջություն, աշխատանք, կենցաղն է, նորագույն տեխնոլոգիաները մուտք կգործեն ձեր աշխատանքային պրոցես, կարող եք համալրել ձեր այդ աշխատակիցների թիմը նորագույն տեխնոլոգիաներով, այդպիսի գիտելիքներ ստացած ինչ-որ անձով, նրանց կարող եք դասընթացների գրանցել, որպեսզի թիմը կարողանա այսպես համընթաց գնալ այս նորագույն մեթոդներին։ Նաև ջրհոսի կենդանակերպը դա էլեկտրոնիկան է, դրանք կենցաղային տեխնիկան է, ինչը էլեկտրականության հետ է կապված, բարձրավոլտ հոսանքներն են, դուք կարող եք նաև վերանորոգել ձեր տունը, եթե վերանորոգման աշխատանքներով եք զբաղվում, ապա կարող են ձեզ տրամադրել այնպիսի մի վայր, որտեղ պետք է ամբողջությամբ էլեկտրաֆիկացնեք և նորագույն տեխնոլոգիաներով զինված այդ բոլոր գործառույթները իրականացնեք։ Եթե ունեք առողջության խնդիրներ, ապա հնարավոր է, որ այս ճառագայթների, նաև այդ բոլոր միջոցների, ինչը կապված է էլեկտրականությամբ, ինչը կապված է ճառագայթների հետ, այդ միջոցներով կարող եք անսպասելի բուժվել, սիրելի կույսեր։ Դե անցնենք առաջ, տեսնենք այստեղ ձկներից հետո որ կենդանակերպն է գալիս, իհարկե խոյ և կշեռք, խոյերի 11-րդ տուն, կշեռքների 5-րդ տուն։ Սիրելի խոյեր, ձեր գաղափարակիցները կօգնեն ձեզ ձեր նպատակները իրականացնելու, ձեր գաղափարները, ձեր տեսլականը, ապագայի ձեր մտադրությունները կարող է անսպասելի հաջողությամբ պսակվեն։ Ես մի այսպիսի խորհուրդ եմ ցանկանում տալ ձեզ, որ մի շտապեք, սիրելիներս, եթե չշտապեք, ճիշտ կազմակերպեք ձեր գործը, ապա դուք կունենաք հաջողություններ ապագայում ձեր նպատակներում, ձեր համախոհների, ընկերների շրջանակներում, ձեր բոլոր ծրագրերը, որոնք կապված են նորագույն տեխնոլոգիաների հետ, համացանցի հետ, նաև նրանք, ովքեր այդ հարթակներում գործունեություն են ծավալում, IT ոլորտի աշխատակիցները, աստղաբանները, լրատվամիջոցներում գործունեություն ծավալողները, նրանք այդ բլոգերները կունենան մեծամեծ հաջողություններ և կնվաճեն նոր լսարան, բայց այդ ամենի հետ կապված պետք է ուշադիր լինեն, որպեսզի սկանդալներ չլինեն, ինչևէ ջրհոսը շատ արագ կարող է տարածել և դուք կարող եք կանգնել փաստի առաջ։ Դե սիրելի կշեռքն էլ ձեր 5-րդ տանն է, 5-րդ տունը դա լյուբով, дети, տворчество, սեր, երեխաներ, սիրուց ծնված երեխաները, ձեր սիրելին է, անսպասելի հաջողություն կարող եք ունենալ, եթե խոյերը ցանկանում են երեխաներ ունենալ, կարող է ոչ բնական ճանապարհով լինի, նույնը նաև կշեռքների մոտ կարող է լինել, նրանց դեպքում ուղղակի անսպասելի սիրային հարաբերությունների արդյունքում կարող են
չսպասված երեխաներ լինեն։ Ուշադիր եղեք նոր գործերում, նոր բիզնեսներում, նոր գործունեության տեսակի հետ կապված։ Կարող եք հիմնահատակ փոխել ձեր կյանքը, ձեր բիզնեսը, որտեղ 5-րդ տունը դա երեխան է, դա բիզնեսն է, որին երեխայի նման սնում, ծնում եւ մեծացնում եք։ Ձեր երեխաները անսպասելի փոփոխություններ կենթարկեն ձեր կյանքը, նրանց կատարած ոչ ստանդարտ քայլերը, որոշումները կամ ձեր երեխաների հետ կապված ձեր ոչ ստանդարտ որոշումները կարող են ուղղակի հաջողությամբ պսակվել։ Բաց եղեք նորագույն գիտելիքների առաջ եւ սպասեք ամենամեծ հաջողությունը։ Դա կարող է լինել նաեւ խոշոր շահում։ Սիրելի ցուլեր, ձեզ 10-րդ տանն է լինելու այդ փոփոխությունը, սիրելի կարիճներ, ձեզ 4-րդ տանը։ 10-րդ եւ 4-րդ տունը դա ծնողների առանցքն է։ 10-րդ տունը հայր ծնողն է, 4-րդ տունը մայր ծնողը։ Անսպասելի փոփոխություններ կլինեն ձեր ընտանիքի հետ կապված, ձերի կարիճներ, մայր ծնողի հետ կապված, ժառանգության հետ կապված հարցեր կարող են ծագել։ Երբեմն կարող է ձեզ դուր չգալ, երբեմն անսպասելի իրավիճակները կարող են ձեզ զարմացնել։ Սիրելի ցուրեր, ձեր վարկանիշի հետ կապված փոփոխություններ կարող են լինել, անսպասելի մասնագիտական փոփոխություններ։ Նրանք, ովքեր զբաղվում են համացանցային այդ բիզնեսով, դրանք տարբեր տեսակ այն միջոցներ են, որի միջոցով կարողանում են գումարներ վաստակել, որովհետև ցուլը նաև գումարներ վաստակելու կենդանակերպն է, ոչ թե միայն հիմնականում հենց դա է։ Ձեր ռեսուրսները կարող եք բազմապատկել համացանցային այդ բոլոր հարթակների միջոցով։ Նրանք, ովքեր զբաղվում են աստղաբանությամբ, կարող է նոր նախագծերի մեջ ներառվեն, բայց նաև պետք է ուշադիր լինեն համացանցում տեղի ունեցող նորություններից չտուժեն։ Եթե նաև նրանք կազմակերպված են, ապա հենց այդ հարթակում համացանցում դա կարող են լինել նաև ընկերների շրջանակներում, համախոհների շրջանակներում կարող են ունենալ մեծամեծ հաջողություններ։ Ինչևէ, ցուլերը, եթե զբաղվում են աստղաբանությամբ, ապա նոր ծրագրերի մեկնարկ կարող է լինել, որը կարող է ազդել նրանց մասնագիտական աճին։ Սիրելի կարիճներ, տանը հնարավոր է փոփոխություններ լինեն, փոխեք ձեր բնակարանը, նորակառույց շենքերում, բարձր հարկերում, դրա հետ կարող է համաձայն չլինել ձեր մայր ծնողը, ինչևէ փոփոխություններ են սպասում ձեր տանը, այդ փոփոխությունների ալիքը կարող է հիմնափատակ փոխել ձեր կյանքը, ձեր հայրենիքում կարող են փոփոխություններ լինել, հնարավոր է նաև լինի այդպես հեղափոխություն կամ հիմնահատակ փոխեք ձեր տան ամբողջ ինտերիերը նորագույն այդ մեթոդներով եւ նորագույն կահավորման այդ բոլոր կահ-կարասիով։ Եվ անցնենք հաջորդ կենդանակերպերին, այդ առածքը երկորյակ եւ աղեղնավոր, սիրելի երկորյակներ, ձեր 9-րդ տանը լինելու, սիրելի աղեղնավորներ, ձեր 3-րդ տանը, քանի որ սիմվոլիկ, սեքստիլ եւ տրիգոն դիրքավորում է ձևավորում, այսինքն բարենպաստ այդպիսի իրավիճակներ, հնարավորություններ, սիրելի երկորյակներ, ձեր դեպքում արտերկրում այդ ամենը կարող է տեղի ունենալ, օրենքներ կարող են փոխվել, որոնք ուղղակի կհեշտացնեն ձեր գործը, այդ նորարարական, այդ բոլոր փոփոխությունները կօգնեն ձեզ հաջողություններ ունենալ բարձրագույն կրթության այդ բոլոր գերատեսչությունները, բուհական բոլոր գերատեսչությունները, կարող եք արտերկրում ընդունվել նոր դասերի, նոր կուրսերի, կարող եք զբաղվել աստղաբանությամբ, բարձրագույն կրթությունը ստանալ հենց այդ դաշտում, արտերկրում կարող եք ընդգրկվել այնպիսի դասընթացների, որոնք կապված են ծրագրավորման IT ոլորտի հետ եւ ի վերջո անսպասելի հաջողություններ, որոնք կօգնեն ձեզ հասնելու ձեր նպատակներին արտերկրում։ Սիրելի աղեղնավորներ, հակառակ առանցնել ձեզ մոտ այդ փոփոխությունները սպասում են ձեր հարևան, քուր, եղբայր, այդ մոտիկ շրջանակներում կարող եք գտնել ձեր սիրելի, ձեր նախընտրած ավտոմոբիլը, որը նաև կարող է լինել էլեկտրական, բայց տեղում կարող եք այդ գնումները կատարել։ Իսկ սիրելի երկորյակներ, ձեր դեպքում դուք կարող եք ներկրել արտերկրից եւ շատ արագ հնարավոր է ստացվեն այդ գործարքները։ Իսկ դրա համար, սիրելի հետևորդներ, ես նախորդ շաբաթ ունեմ փետրվարի մասին հաղորդում, դրական օրերը կարող եք վերցնել այդ հաղորդման մեջ նշված օրերից եւ հեշտ ու հասարակ կազմակերպել ձեր գործերը։
Սիրելի խեցգետիններ, ձեր 8-րդ տանն է խավարումը, որը տեղի կունենա փետրվարի 17-ին, ասում եմ արևի խավարում, օղակաձև խավարում, որը հիմնահատակ կարող է փոխել ձեր ֆինանսական միջոցները, որոնք դուք ստանում եք զուգընկերներից, գործընկերներից, ներդրումները հնարավոր է անսպասելի, այդ ներդրումային համակարգը անսպասելի փոփոխության ենթարկվի, հենց ներդրողները, ովքեր ինվեստիցիա են կատարում, այդ կազմը կարող է փոփոխվել, համացանցի հետ կապված բավականին նոր արարություններ, նոր ծրագրեր պետք է ներառեք, ներբեռնեք եւ ներդրողների կազմը, որը պարբերաբար ձեզ գումարներ է փոխանցում, հիմնահատակ կարող են փոխվել եւ այնպիսի մարդիկ կարող են այնտեղ հայտնվել, որը ձեզ շոկի կենթարկի։ Նաեւ կարող եք ունենալ հաջողություն, ձեզ կարող է այսպես էլեկտրոնային նամակ գալ, որ դուք ստացել եք ձեր հերթական ժառանգությունը։ Մեծ ներդրումներ կարող եք կատարել, սիրելի խեցգետներ, գիտեմ, որ էմոցիոնալ եք, մի քիչ ուշադիր եղեք, որպեսզի այսպես չկորցնեք ձեր հավասարակշռությունը, որտեղ միանգամից սպոնտան կարող է այդ ամենը տեղի ունենալ, ոչ սովորական միջոցներով, մեթոդներով եւ գումարի ստացումը եւ նաեւ կարող է գումար չտրամադրեն ձեզ, դա կարող է ձեզ շոկի ենթարկել։ Ուստի պետք է ուշադիր լինեք ձեր իսկ նախաձեռնությունները եւ միշտ ասում եմ, եթե դուք եղել եք անկեղծ ձեր գործընկերների, ձեր զուգընկերների հետ, ապա նրանք անպայման կօգնեն ձեզ, որպեսզի դուք ձեր բոլոր ֆինանսական ներդրումները ճիշտ եւ տեղին կատարեք։ Եղեք ուղղակի անկեղծ։ Սիրելի այծեղջուրներ, ձեր երկրորդ տանն է, երկրորդ տունը ֆինանսական միջոցներն են, on-line համակարգերի միջոցով կարող եք գումարներ վաստակել, նրանք ովքեր IT տեղեկատվական տեխնոլոգիաների հետ են շփվում, այդ մասնագիտություններ ունեն, կունենան հաջողություններ, ճակատագրական փոփոխություններ կարող են լինել եւ դրական եւ բացասական առումով, անսպասելի իրավիճակներ, փոփոխություններ ձեր իսկ ռեսուրսների, այն գումարների դաշտում, որոնք դուք ինքներդ եք վաստակել, փոփոխություններ ձեր ֆինանսական դաշտում, եղեք բաց նորագույն տեխնոլոգիաների առջև, կատարեք այդ ներդրումը ձեր ֆինանսական գիտելիքների բազան ընդլայնելու համար եւ դուք կունենաք հաջողություններ։ Ուրեմն, սիրելի այծեղջուրներ, անսպասելի հաջողություն կամ հակառակը անսպասելի այսպիսի իրավիճակներ, որոնք շոկի կենթարկեն ձեզ, իսկ այդ ոլորտը, որը շատ կարևոր է ձեզ համար, որը հիմնահատակ փոփոխվելու է, դա համացանցն է, նորագույն տեխնոլոգիաներն են եւ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չթալանեն, սիրելի այծեղջուրներ եւ սիրելի խեցգետիններ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, փորձեցի ձեզ ներկայացնել խավարումները, եղեք ուշադիր, տեղեկացված եւ դուք կհայտնվեք շահեկան դիրքերում եւ կրկին շնորհակալություն, որ դիտում եք ալիքը, որ կիսվում եք իմ հաղորդումներով եւ հավանումներ եք դնում։ Իսկ դա օգնում է ինձ, որ մեկ քայլ առաջ գնամ եւ երկկողմանի շահենք։ Ես տրամադրեմ հաղորդումներ, դուք օգտվեք այդ տեղեկատվությունից։ Լավ եղեք, սպասեք հաջորդ շաբաթ։